Կեռամա Մարացին, մնալով հավատարիմ ավանդույթներին, շարունակում է շրջագայել աշխարհով։ Այս անգամ մեր հանգրվանը 7 թմբի վրա գտնվող Հռոմն է, հռոմեական հավաքածու։ Դիզայներների խումբը ստեղծել է իսկական գեղագիտական հաճույք պատճառող հավաքածու։ Համեցեք տեսնել եւ կատարել ժամանակի թելադրած ընտրություն։ Կեռամա Մարացի, այս տարի բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Ալբերտ Տուր, միջպետական լիցենզավորված կանոնավոր ուղևորափոխադրումներ, հարմարավետ, անվտանգ եւ բարձրակարգ ավտոբուսներով, յուրաքանչյուր չորեքշաբթի եւ կիրակի օրերին հետեւյալ ուղղություններով. Երևան, Ռոստով, Վորոնեժ, Լիպեցկ, Մոսկվա, Երևան, Վոլգոգրադ, Սարատով, Սամարա, Ուֆա եւ հետադարձ։ Հասցե աշտարակի խճուղի 1 կոտորակ 1։ Ասելա իբր ես եմ Զորիկին փող տալի, որ էտա կայֆաբատանի ուտի խմի։ Ընկերներս մեկ առ մեկ զանգան այդ պահով։ Ոնց որ խնդալ տալար բրես։ Նենց է ես քո վրա պետք է խնդամ։ Խնդրում եմ, էլի մենակ papan չի մանա, որ ես տանը չեմ։ Երբ հարցրի ասի լավ չի զգում, մարդ կար այդքան երկար իրան լավ չզգա։ Papan ուրա։ Բերնա։ Դե ասա դու մի հատ կոֆե այփա։ Բա հիմա papat կոֆե ուզում խմի, ես ինչ անեմ։ Ասա դու Սոփան հաստենա ուտենք։ Հետո մնացել Զորիկին կերցնի։ Գիտես ինձ ուրիշ հարց է մենակ տանջում, Տաշ ջան։ Ասա։ Վրեժի ինչին էր պետք է հանդիպում։ Գիտես ինձ եկել ինչ էր ասում, ասում է Նատաշը ուզում է հետդ հանդիպի ոբշեմ, եթե ուզում ես հանդիպեք, եթե չէ ցրենք գնում։ Ճիշտ է, խաբրբզիկություն է արածս, բայց դե վրեժին հասնում է էլի։ Ուրեմն հենց տենց էլ ասել, հա։ Ասամ ինչին էր պետք։ Վրեժը հասոյի վրա աչք էր դրել։ Դե աչք դնելը որ նա գալիս գնում էր հետևից, ուզում էր տուն ուղեկցեր։ Հետո որ իմացավ Հասոն Կարբիտի ընկերուհին, հա, խառնվեց իրար, չգիտեմ եսի ինչ, ինձ խնդրեց, որ ոչ մեկին ոչ մի բան չասեն։ Ուրեմն տես բան այլ մեզ կուրսի չես պահ, արա Նատաշ տմբլը տաշարը։ Բայց բա սուրճը։ Արա դե լավ էլի արա։ Ահա։ Արա ջան, արա ես ինչ ես լսում աղբեր։ Արա աղբեր, վրեժ կա տպելու։ Ապա ես հիմա ներվեր չունեմ մարդ տպելու, սավ ես ներսս մաքրվել ապը։ Արալը մի վարկյամ ներողություն, հա ապը։ Արա դե լավ էլի ծապի կարա։ Աղբեր ասի ներողություն։ Արա վրեժը Հասոյի վրա աշկա դրա ապը։ Հա ապը։ Պատի լղենք։ Նկատի ունեմ ինֆորմացիան ճշտած, հա։ Հա, ապը ճշտած ինֆորմացիա է։ Սա իմ Երևանն է, իմ գունավոր քաղաքն է, որտեղ ապրում եմ ես, ինքը դու ու դու քաղաք ես, իմ համար միակն ես, իմ սրտի մի մասն ես, Մինաս Այվազովսկի, Մարտիրոս Սարյանն ես, Տերյան, Սևակ, Չարենց, Իսահակյանն ես, Կոմիտաս, Սայատնովա Խաչատուրյանն ես, իմ սիրուն քաղաք, իմ Երևանն ես, Վանն ես, Կիլիկիա աղթամարն ես, մեր մկրչանն ես, Հա Վարուշ։ Ապեր պիտի օգնես։ Ինչ ա եղել։ Ապեր Զորիկ ձայի սիրտը կասկածանք է, ուզում է ջոգի սոֆան տուննա թե չէ։ Հա բայց ես ինչ կարամ անեմ, սոֆա դառնամ Վարուշ։ Զանգի սոֆային ասա թող շուտ տուն գա։ Հեռախոսը անջատել է։ Ապեր մի հատ sense բան եմ մտածի, ասում եմ մի հատ աղջիկ բերենք թաքուն մեր տուն, բերենք մեր սենյակ թող պարկի, այնքան որ Զորիկը գամատնի տենա քնածա դուրս գա էլի։ Դու գշվեցիր Վարուշ։ Ախպեր Զորիկը պետք չի իմանա որ սոֆան տանը չի։
Վարուժ ավելավա դուրը փակի, թողա դուրը ծեցի, կասես քնած ենք։ Ապեր էնի այնքան բիթի է, այդքանով չի բավարարվի։ Լավ ես մի բան կանեմ։ Դո բան չանես, Վարուժ։ Եղավ։ Կյանքս, այս վերջին անգամն է, այս անգամ էլ օգնի, արի մեր տուն ու ես քեզ կփոխհատուցեմ, լավ? Կօգնես, չէ՞։ Ասա, ասա։ Վարոս մի հատ աղջիկ կարաս ուղարկես մեր տուն։ Ինչ տիպի աղջիկ։ Ուղղակի պարկող աղջիկ։ Ախպեր, ուղղակի պարկող աղջիկը ո՞րն է։ Ախպեր, դե մենակ պետք է պարկի ու վсё։ Ախպեր, քեզ ինչն է պետք ուղղակի պարկող աղջիկ։ Ապեր, եթե կարաս ուղարկի։ Ու ամենակարևորը, այդ աղջիկա մազերի գույնը պետք է սոֆայի մազերի գույնից լինի։ Ահա։ Գիտես ոնց որ լինում է, գիտես։ Սպասի, ես քեզ կզանգեմ, լավ։ Ասում ես ինչով կարամ քեզ օգնեմ։ Դե, եթե թողես համբարձումը գա իմ հետ մեր տուն, ես քեզ շատ շնորհակալ կլինեմ։ Համբարձումին չեմ կարա թողեմ, որովհետև հիմա ինքը գործի մեջ է։ Բայց քեզ մի հատ ուրիշ լավ տեղ կուղարկեմ։ Մեկը մարդը սենց տենես չի հավատալու, որ դու համբարձումի հետ ես։ Եթե ուզում ես մարդը իսկականից քեզ խանդի, ես քեզ մի հատ լավ տղու մոտ կուղարկեմ։ Հիմա մարդիկ կմտածեն, թե ես մի հատ անբարոյական կին եմ, ով մոտ ուզում ուղարկում են։ Չէ՞։ Չի ասում, չես ասում։ Ոնց կարա տես բան լինի։ Մենք սաղս էլ գիտենք, որ դու այդ անում ես, որ մարդը քեզ խանդի։ Ոնց կարաս դու անբարոյական լինես։ Էդը տենց չի։ Տենց է, որ իրեն սիրուհիներից կտրեմ։ Բա այ ապրես, բա ես էլ քեզ ուզում եմ օգնած լինեմ։ Դրա համար ուղարկում եմ այդ ընկերոջս մոտ։ Գիտես ինչ տուն ունի։ Ես սիրուն տներ ունի, գնա գալիս եմ։ Ամեն ամուսնացած տղա է, քեզ ոչինչ բան չի անի, ուղղակի պետքա որ պարկես կողքը, այդքան բան։ Համ քո համար լավ կլինի, համ էլ իրա։ Բայց կարամ չէ մարդուս ասեմ, որ գա ինձ իրա հետ տենամ։ Հա բա իհարկե։ Իմ կարծիքով տենց ավելի հետաքրքիր կլինի։ Շատ շնորհակալ եմ։ Վայ, միշտ պատրաստ եմ քեզ օգնեմ, Օլգա ջան։ Բարի գունապը։ Very good։ Վրեժստե, յա։ Իշկը։ Ուզում ենք ծխենք։ Ինչի մել։ Հասոյի վրա աչքա դրե։ Ապինեք դուք գնացեք, ես իր այդ կխոսեմ, ինչ պետք է կասեմ իրեն։ Չհասկացա, մենք եկել հասել ենք ստեղ, դու ասում ես ես իր այդ կխոսամ։ Դու իրան կանչի, մենք մեր ձևերով իր այդ կխոսանք ոնց պետքա։ Ապինեք ասում եմ ես կխոսամ, ես նենց կասեմ իրեն, որ ինքը կհասկանա, պետք չի բանանել։ Ու չենք մոռանում, որ վրեժի ատեսնյակի շոֆերն է։ Մխո, գնա վրեժին ասա, թո դուրս գա ապը։ Հիմի որ ասենք դուս եկավ։ Ինչ եք անելու, բռնելու եք ծխեք, հա, ես եք կայնեմ նայեմ ձեր ջոգելով։ Պարզ չի։ Ոտի միանաս իրան ու իրար թելնեք մեր դեմ։ Էդ է ձեր ուզածը։ Դու ես էդ ուզում ապեր։ Հիմա իրան ասա, թո դուս գա։ Չեք կատես բան։ Մխոնն ենց մի արա, մտնենք իրան տնից հանենք։ Իե, իդ արդին տենց, հա։ Իդ արդին ոչ հարգանք կա, ոչ բան, հա։ Բա նորմալ ասում ենք չես հասկանում։ Դու չի հասկանում էրը։ Դու արան դու ես այդ տղա արա։ Արա կարբիտ լավ թարգեք, արա։ Ինչ ձև ես հետս խոսում, այ տղը։ Մխո գնաս տեղից, թե չէ քեզ եմ ծխելու։ Դինջս իլ այ տղը։ Դու Հանգստացեք հլա, արա։ Արա։ Ռեբեշը գնա։ Արա կարբիտ։ Էսի ձևս, ան քեզ այդղա, հա։ Կարբիտ ամոթ չես անում, հա։ Եկերես օջախից դեմ ես հասել ու կռիվ ես անում, հա։ Ներող կլնեք, էլի վռնձը։ Արա էսա ձեր ընկերությունը, փու ես ձեր ընկերության վրա, օթեր, հա, փուչիկ։ Արա ընկերություն չեք ուզում անեք, ջանդամ անեք, բայց ինչ եք եկել կռիվ սարքում։ Ատեսնյակ դու անցի ներս էլի սաղ տոշնի է։ Արա ոչ մի բան է տոշնի չի, ոչ մի բան։ Գնացինք ճապիկ։ Դու գնում եք գնացեք, ջանդամը գնաք։
Որ ձեզ սպայելու ձև չունեք, ուրեմն այս տանտեղը մեկը դվիշ մորացեք։ Դավայ։ Ներող եղելի վռամ ձեռը։ Բարի գնա։ Ներող կնեք։ Ես։ Էս է ձեր ընկերություն, հա? Հա? Էս է կոնգերներ, դե հպարտացի կոնգերնյակներով։ Իսկական ժամանակն է հպարտանալու, դավայ։ Ավելի տեսնեք, դու իզուր է դուս եկար, կայնած նորմալ խոսում էինք, իրար կհասկանանք, էլի։ Դու տղա ջան, էսի նորմալ խոսալու ձև, հա? Էս խոսալու ձև, հա? Հարա։ Ինչ հաշիվ կար ձեր մեջ, ասա։ Շիման չկա իմ հետ կապված սկիպեն, վրեժի մոմենտով բան կար մի հատ խոսում էինք հետերը։ Արա, վրեժի հետ կապված ինչ պտիլնի, հա? Հիմա էլ ընկել է շոֆերից հետևից։ Ես ձեր արա, ուրեմն ուշադիր լսեմ խո։ Եթե հանկարծ այս կոնգերնյակները վրեժիս խաթրին կպան, ուրեմն երթվում եմ, դրանց սաղի բերան մերանը կճարդեմ։ Եթե հանկարծ էլի եմ ասում վրեժի կամ մյուսի խաթրին կպան, ինձ կարողա կորցնեմ։ Ստեղ արդեն պրինցիպի հարց կա։ Всё, հասկացա՞ր այդ տղա։ Ես ինչ է եղի հասոյի հետ վրեժ։ Ինչ ասո։ Կարբիտի հասոյի։ Ով ասեմ խո։ Արա ինչ կարի ուրա, դու իմ հարցին պատասխանի։ Ախր մխո ջան, գնացել է այնտեղ, ոնց ասեմ, գնացել էի, որ հասոյին տենայի, հավանել էի, էլի։ Հետո իմացա կարբիտի ընկերուհին է, աչս քաշեցի ախպերս։ Ատա ինչ կա որ սարքել են ես ինչ, այդ ցավը տանեմ։ Վրեժ, եթե այդ աղջոնյակի հետ մի բան նիտո եղավ քո պահով, դու իմ հետ ես հարց ունենալու իշի։ Այդ արդեն ուրիշի ընկերուհիների ես, հա, կպնում։ Հիմա էլ դու սրբուի։ Ասացի չեմ իմացա որ կարբիտի ընկերուհին է։ Հետո իմացա յանս քաշեցի, դու ինձ գիտես։ Այդ գամկրտիչ, ես դու մեր ձեները չէի լսում, հա? Ձեները? Ինչ ձեն։ Արա մի քիչ առաջ իմ գորգորոցը չէի լսում, հա? Չէ, պարոն Արևշատյան, բայց եթե պետք է նորից գոռացեք, լսեմ ինչ։ Այդ տղա, սա լրիվ իր խելքը գցել է։ Դու տղա ջան, իմ ասածը այն է, որ դու քո տեղում չես։ Մխոսն դե կռիվ անում։ Փոխանակ հասնես, չթողես կռիվ անի, չթողես իմ տեղում ծեցեն, դու քո կայֆերով լրված ես։ Շեֆ ջան, քո արը ոչ մի ձեն չեմ լսել, կարողա ձեն լսած լինեի չէ։ Լավ է, ախորպես, մի շարունակի։ Ուրեմն հիմա վրեժին արագ տանում ես տուն ու արագ հետ ես գալիս։ Եղավ։ Ուրեմն մկրտիչ Կարբիտ մարբիտեն կարող է դրանց հայաթում լեն։ Ուշադիր եղի, որ հանկարծ իրար չտան։ Եղավ։ Հարց չկա, պարոն Արևշատյան։ Դե դավայ։ Հապով։ Պարկի կողքս։ Ուր կան պարկի։ Այդ ուզում ես նույնեք քեզ լավ լինի։ Այդ քաշեք ձեր գլխին թող գա մտնի տենա գնա էլի քնացեք։ Բայց ինձ էլ է պետք որ պարկեք իմ կողքին։ Ինչի։ Որ մարդս կա համոզվի։ Ինչ համոզվի։ Որ սիրած ունեմ։ Ու այդ անձնավորությունը ես եմ, հա։ Հա, բայց ձևական։ Ախ, ոչը։ Արուշ։ Արուշ, եթե լույս անջատները։ Դե պատրաստում ենք քնենք զորիցը։ Ահա։ Այս ձենս լսում ես քունը տանում է, հա։ Չէ։ Вообще-то ագարակը պտիլներ։ Ես հիմա Յանի քնած է, հա։ Հա, զորիցը քնել է։ Հիմա լույսը վառը։ Զորիցը հոգնած է, հազիվ աշկը կպել է։ Արա ասում եմ մի հատ լույսը վառը։ Ի։ Արուշ, ես ով է։ Օլգան է։ Հա, Արուշ։ Մորգան։ Օլգան ինչ գործ ունի ստե։ Դե պարկել է էլ իր համար։
Ոնց պարկել է իր համար։ Այստեղ ինչ է կատարվում, Սոֆա։ Սով, ես ինչ ինչ-որ դու մտածում ես։ Ես երևի 100,000 դեպքերից առաջի անգամն է, որ տեղին է հնչում իմ ասածը։ Ես ինչ-որ դու ես մտածում։ Արա, էսի որ ինչի, բա ենը հորն է։ Ինչ է սա որը ֆրսենար թե Սոֆան տանը չի, որ գաս թե տժբժաս, հա։ Հիմա ես սենյակը հաղքես, կգաս մոտս, ես քեզ ցույց կտամ, Վարուժ տղա։ Բարև։ Սով, մեր մեջ ոչ մի բան չի եղել։ Հա, բայց կարող է լիներ։ Սով, լսպասի էլի։ Վարուժ, ընդամենը մի քանի ժամա որ տանը չեմ, պատկերացնում եմ մի քանի օր տանը չլինեի ինչ էր կատարվելու։ Հարեմ էիր բացելու, հա։ Դու չէ ինչ հարեմ, ես իրեն չեմ է ճանաչում։ Վարուժ, ուրեմն դու տենց փչացած ես։ Դու Սով լավ էլի չէ այդ ցավը տանը մի։ Ձեր ամուսինը դրսում սպասում է։ Հա, բասիկ, թող գար վերև։ Չի կարել է։ Արդեն տենց, հա։ Սով կլսես ինձ։ Չէ։ Ես այդ աղջկան բերել եմ մենակ դրա համար, որ պապատ իմանա, թե դու տանն ես։ Ինքը արդեն ջոգեր էր, որ դու տանը չես, արդեն գալիս էր մտեր սերեք ստուգեր։ Զուտ դրա համար եմ արել, Սով։ Թե չէ որ ես սիրուի ունենայի կարող է բերեի տուն։ Չհասկացա ինչի պիտի ունենայր էլ։ Իմ ասածը այն է, որ ով էլ սիրուի ունենա, չի բերի տուն։ Ես այդ քո համար եմ արել։ Իսկ չէիր կարում ուրիշ բան մտածեիր, Վարուժ։ Ուրիշ ինչ մտածեի։ Ուրիշ պետք է ասեի, որ դու տանը չես։ Ու вообще խեր է առախուսը տանջատած։ Որովհետև րոպեն մեկ զանգում էիր, Վարուժ։ Որովհետև կյանքս կերավ։ Ու ամենակարևորը մտածի ոնց ենք այս ամեն ինչը բացատրելու պապայիդ։ Ավելի լավ ասեիր տանը չի։ Հա, տենց է պետք է ասեի։ Բայց որ ասեի տանը չես, ինչ պետք է աներ որ։ Դե կճղայնանար։ Ոնց կճղայնանար ու վերջ։ Գրավի ընդունում հաշված րոպեների ընթացքում։ Արման Աստղիկ գրավատուն։ Մենք աշխատում ենք ժամը 9:21-ը, 7 օրան ընդմեջ նույնիսկ տոներին։ Գրավը վերադարձվում է գրավի պատվերից հետո մի քանի ժամվա ընթացքում։ Արման Աստղիկ, արագ լուծում ձեր ֆինանսական խնդիրներին։ Հասցեք Հաղակ Արտաշատ, օգոստոսի 23 կոտորակ 41A հարկային տեսչության շենքի դիմաց։ Ող քորը։ Հարան ստեղ են, արա, մկո։ Հալամ ինչ ես խառնվե իրար։ Հեսա կիշտ եմ երկու բար կխոսամ, սաղ կգցեմ տեղը, ինչ հալ է։ Մկո, արա աղբերս ես սպասեմ, թե հելնեմ վերև։ Արա ուր հելնես վերև։ Սպասի, ուշ ճանց սպասի, էլի լմ իրոք։ Արխա է, գանքից։ Բարի օր ձեզ աղբերներ։ Մերդեմ ձեր սրտին, ես կուրսի եմ այդ սաղ պատմություններից մեր վրեժիկի։ Հիմա վրեժիկնա չի հասկացել, չի իմացել, որ մեր կարբիտնն է ուզում այդ աղջկան մոտիկացել է ցավները տանը։ Հիմա ես էլ լինելով բարյադշնի կարգին տղա, հավատացնում եմ ձեզ, որ դες բան չի կարա լինի աղբերներ, որ ասենք իմանա որ Վայ քոարա, ես խիսեմ ձեղավ, արա ջոգում ես սարա, ես որ միշտ իմ ընգերոջ մեջքին կանգնած եմ եղե,
Այսօր իրա դոշերն եմ հավքում արա։ Բայց խիսենց եղավ արա։ Արա ոնց կարան մանկության ընկերները իրար դեմ դուրս գան։ Վռռմ ձայնը հանդեն եղացրին կարա։ Արա դե լավ էլի արա օրը սարև արա հեչ լավ բան չեղավ ապե։ Էդ նրանից է, որ մեր պրինցիպները մեզնից բոյով են ապրել։ Հա բայց դե ուրիշ ոնց լներ որ ապե։ Չգիտեմ։ Տեսնյակ, բայց ես սյոտակի համոզվեցի, որ ես աշխարհում ընկերներից ու ընկերությունից լավ բան չկա։ Տղա ջան, իրականում ընկերությունը դա թանկ բան է։ Բայց ընկերությունից ավելի թանկ բան էլ կա աշխարհում։ Դա ընտանիքն է աղբերս։ Այ ես էլ առաջ քո պես էի մտածում։ Ասում էի ընկերներից ոչ մի բան հետ չեմ փոխի։ Առավոտից իրիկուն իրար հետ ենք ժամանակ անցկացնում։ Եղել է պահ, որ մի ամանից ենք հաց կերել։ Եղել է պահ, որ իրար հետ միտեղ ենք քնել։ Մի խոսքով շատ կապված ենք իրար հետ։ Բայց մեծացանք ու ամեն մեկս սկսեց կենտրոնանալ իր ընտանիքի վրա։ Հասկանում ես ախպերս, ընկերությունը էլի մնաց ընկերություն։ Բայց այն համու հոտը կորցրեց իրա։ Հաղթեց ընտանիքը, հասկանում ես Մխո ջան։ Այ ամեն մեկը սկսեց մտածել, թե ինչ անենք, որ մեր երեխեքը, մեր կանայք լավ ապրեն։ Այտենց բանակյանքը ախպերս։ Այ կգա մի պահ, որ դու քո ժամանակի մեծ մասը կտրամադրես քո ընտանիքին։ Ու էտա ճիշտ է։ Տղա ջան, դրա հետ մեկտեղ նաև չի կարելի մոռանալ ընկերներին։ Բա ոնց։ Մխո ջան, լավ ընկերներին։ Հասկանում ես, լավ ընկերներին։ Իմ ընկերները լավն են։ Տղա ջան, եթե լավը լինեին, քո կողքին կլինեին ախպերս։ Իսկ քո կողքին լինելու համար պիտի իրանք քեզ լավ հասկանան։ Այդքան բան ախպերս։ Վարուշ, դու ինչ գործ ունես ես տան մեջ աղջիկ բերես, Վարուշ։ Հա, բայց իմ ծանոթներինը չի կարելի բերել։ Ծանոթը ինչ կապ ունի իմ ասածի հետ։ Դե ինձ ծանոթ աղջիկ էր։ Որ այս տղեն խելքը գցել արա։ Պապ, ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ։ Դու ինչ պետք է բացատրես։ Պապ ջան, ես որ տանը չէի։ Հա, ես դու ինչի տանը չէիր։ Լրիվ ես քեզ տվեր անցել, հա։ Թե ուզում ես ասես իմ հովանավորությունը քեզ պետք չի։ Պապ գնացել եմ մարտի, մարդս ոնց ասին ես պետք լինի։ Հա, բայց ուրիշ ծև կլինի զորիցը։ Տենում ես ոնց է լեզու ներկարացրե։ Առաջ ռիսկաների մեծ տենց խոսար։ Սաղ դու ես մեղավոր սոփա աղջիկ։ Հետո էլ ասում ես, դե այդ տղու վրա այդքան մի ջղայնացի, ներվերը մի կեր։ Հիմա ով ներվերն ա ուտում։ Պապ կլսես։ Իմ սուրբ օջախ աղջիկ բերեն, արա։ Ու вообще, հավքվակցից ու գնացեք ձեր համար ազատ ապրեք։ Դավայ։ Տենում ես ոնց ուրախացավ։ Պապ, դու իսկականից ուզում ես, որ մենք գնանք։ Չլսար վայ։ Հելակ, դավայ։ 10 րոպեից ես տան մեջ ես չտենամ էլ։ Դավայ ստից, հելակ։ Հալով ինչ ես բրտները թավքեի։ Սրանից է լավ առիթ, կել ակտվի գնում ենք ռշտունես տուն։ Հա, բայց չէի ուզի, որ սենց դուրս գայինք տնից, Վարուշ։ Ապա քո կարծիքով էլ պապա այդ ոնց պետք է կարողանենք համոզենք։ Չգիտեմ։ Շուտ արա էլի սով։ Քելը հենց սենց էլ արի, քանի պապա չի փոշմանե։ Յանի դու ուրախ չես էլի։ Ես գիտեի, որ այդ աղջկան ստեղ բերելը ճիշտ է։ Հա, Վարուշ։ Ապեր հարմար է, ես ու Սոֆան գան ձեր տուն մնանք։ Հա, ոնց հարմար չի։ Բայց ոնց ա եղել, որ Զորիկյան համաձայնվել է։ Ապե գկամ կասեմ, մեն մտածածը սաղ աշխատել է, բա որ ասում էի։ Ինչ էիր ասում։ Դե գկամ կասեմ էլի։ Լավ։ Ուրախությունից ճիշտդ կորցրել ես։ Դու ասա ինչա պետք օգնեմ, բանանեք շուտ այդքան, ասա։ Շատ շուտ չեմ ուզում վերցնենք, մի քանի բան։ Այ ապրես, մի քանի բան վերցնում ես ու թռնում ենք ստից։ Ապերը Զորիցյան չի փոշմանը։ Չէ, այն կնոջ ամուսնու զորով ճանաչվի, գնաց։ Ինչ էր ուզում որ։ Ուզում էր քեզ տենար, կատաղած էր։
Դու ես մեռնեմ կոսարտի ախպեր, հիմա ես այնքան ուրախ եմ, տաժի քեզ եմ սիրում։ Ո՞վ ես ծովը տանեմ։ Ո՞վ է։ Մենք ենք ո՞վ է։ Hier. Pap, ես եկաք։ Լավ։ Ոնց է քեզ կարոտել հոբարցում ջան սիրտս ջոքում է։ Բայց ինչի՞ս են շուտ եկաք։ Էդ ուրախ ես, հա։ Չէ ուրախ եմ։ Հարմար գործ չկար բալես։ Կամե պիտի բանվորություն անեինք։ Գնացողներն էլ թվում է թե հետա։ Ուրիշ երկրում կաթ ու մեղր են բաժանում։ Դու մի ասա, չէ։ Իա, բայց կարող է իսկականից բաժանում են, ուղղակի ձեզ չի ասել։ Չէ, այդ նախկինում գնացողներից հարցրել ենք։ Ոչ մեկին չեն բաժանել։ Ավելի լավ է։ Դերեն գնաց քո երկրում։ Սպասես թե մի օր լավ կլինի։ Իսկ այդ մի օրը երբ կլինի, Աստված գիտի։ Այնքան ուրախ եմ չեք պատկերացնի։ Ինձ լավ ստացվեց ամեն ինչ։ Բայց ինձ թվում է Զորիգզյան առանց ձեզ երկար չի դիմանա։ Դե հետս մի ասա այ ախպերի։ Ջուրը գալիս է մատ մտնեմ լողանա։ Հա, բայց։ Ինձանից հետո։ Ոնց ձեր տունն է քեզանից հետո ստեղել, հա։ Ու սպասիլ է։ Հարուշ ներվերս չուտես, ես եմ առաջինը մտնում։ Չկա տես ման, ես եմ մտնում։ Թո սոֆան մտնի, հետո դու կմտնես։ Հա, էլի Վարուշ, մի փոքր ջենտլմեն եղի։ Դու սաղ կերակտերս ջենտլմեն եղան, մեջ ինչ կա է։ Վարուշ ձերքս թող։ Չէ, սով մեկը ես եմ առաջինը մտնելու։ Սոֆա կգամ կհանեմ։ Լավ, Վարուշ, վայ։ Դու ճիշտ անում, ինչը վայ։ Ոնց դու էլ ես տենց անելու։ Հա, բա ինչ։ Իա։ Դու ես եմ բայ։ Գնա Վարուշ։ Դու դե մարդու կնիկ եք ինչից ես ամաչումի։ Հենց հիմա գնա Վարուշ։ Լավ դե մի ամաչի վայ։ Փաստորեն մտելա բաղնիկա։ Հա, բա ինչ։ Ինչ խնդալու զույգեր են։ Իրանք երկար են մնալուստով։ Ինչքան ուզեն լիլ այդքան կմնան։ Լավ կյանք սարի քեզ ճանապարհը։ Իփա գալու են օրը, որ դու էլ ինչ չճանապարհես։ Հա, իսկականից։ Տեսնես երբ է գալու են օրը, որ դու քո խոդով գնաս տուն։ Բայց վաղին ֆինիցիով եմ գնալու։ Չէ, ես տաղ ունեմ գնալու։ Ուր պետք է գնաս։ Մասաժների։ Իմ ավտով կգնաս։ Տենաս պապա ոնց է։ Ինձ թվում է ընդիր։ Մի տեսական հանգստանում եմ Վարուշ։ Որ իմանայի պապատ մեզ կհաներ տնից կլարեր, շուտ տես բան կանեի։ Շատ ենք ստեղ մնալու։ Դե վաղվանից այդ վարձով տան հարցերով կզբաղվեմ։ Մոտ թույն տուն կվերցնենք։ Այսօր իմ օրն էր լրիվ, չէ։ Ինձ էլ է տենց թվում։ Ռշտուն։ Ռշտունին ինչ ես կանչում։ Մագը թող բերի մի հատ։ Չի լինի դու գնաս բերես, հիմա ինքան պայման պետք է գամ ես տենց տեսնի։ Հա, բայց կյանք ինչ կա դրա մեջ, պարկած ենք էլի։ Ռշտուն։ Հա։ Ախպերես որ խնդրեմ մի հատ մագը կբերես։ Որ նոթբուքը բերեմ չի լինի։ Հա կլինի։ Զանգեմ այդ ժորիկին իմանամ պապատ ոնց է։ Հա, էլի։ Ապեր։ Ոնց եք ախպերես։ Ընտիր։ Զանուլաս։ Լավ ցավ տանեմ, բարի քշեր։ Ասում ընդիր։ Վարուշ դու սարի վերցրու։ Ախպեր դե բեր ներսելի ցավը տանեմ։ Բեր ախպերս, բեր։ Ապեր։ Հա ջան։ Դիս տունը տես կոկտելա տիպ ինչ-որ բան կա տանը։ Կա։ Որ խնդրեմ կբերես։ Չեմ բերեմ։ Ջանանա։ Ավելի ռոմանտիկ բան չկա։ Դստեղ մենակ ռշտոնի երկեն է։ Կյանքը։ Վարուշ համբեր ես այդ տրեն կոկտել է բերել։ Ռշտուն։ Հա։ Ախպեր այդ կոկտելը պետք չի էլ։ Լավ։ Դες չի բերել։ Մոտոց պոյտիկ։
Մի հատ մեքենայի բանալներ դու։ Ինչքան վաղտով։ 2 ժամով։ Դու հեսա կգբերեմ։ Զգուշ կլնես։ Ապրես։ Բա ինչ կար որ։ Դե գնում ենք կյանքուլի հետևից էլի։ Արա ես չեմ հասկանում, մի դու այդ աղջիկան սիրում ես, թե անիմաստ ժամանակ ես անցկացնում։ Ինչի անիմաստ, ինչի անիմաստ։ Լավ էլ իմաստավոր է։ Սիրելու նման մի բան է էլի։ Դե նայ գլուխը չջարդում։ Ինչի համար։ Արա բա սիրելու նման բանը ո՞րն է։ Մի դու այդ աղջիկա ունի ես խաղում։ Ինքը տենց աղջիկ չի որ դու տենց անհանգստանում բան ես անում։ Կամ ասես։ Գնացի։ Հա, կյանքս։ Իչի։ Իչա։ Դե լավ։ Արա, ես ինչ կա ես կոմերը բախտը։ Մի հատ աղջիկ կա, իր հետևից եմ եկել։ Մենք էլ ապե։ Հա, մի հատ թույն բալամ կա ապստը։ Վաղուց ես քուչը կգալի գնում։ Դե ես մի շաբաթ է էլի։ Հա, մենք երեկվանից ենք բունդրես տե ախպե։ Yeah. Դե հաջողություն։ Հաջողություն։ Ալվարդն էր տղեկ։ Էս արա ալվարդի հետ։ Վարոսը մեջք ուներ։ Դու չէ այախբեր որդուց դրան մեջք։ Դե որ մեջք չունի ձեռից քխել ենք ապե։ Տղեկ լավ թարգեք վայ։ Չփլել չխոսաս, նստեք ավտոն կասեմ ինչ կանենք։ Թեթևի մեջ բաներ էլի եղավ անցավ գնաց։ Դրանք քեզ հանգիստ չեն տալու, տղա ջան։ Եթե դու իրանց հետ չես, նշանակում է իրանց թշնամին ես։ Ապե քյասար այդ աղջիկը ձապիկինն է լինելու։ Հա, եղավ։ Լկտենանք ումն ալնելու, հիմա ժամանակ չկա, հետո կհանդիպենք խոսանք։ Վրեժին էինեքի ուզում տպեն, այսօր Վարոսի հետ թեմա ունեն, սենց չլա բարը արդին չապնասնում են։ Իր աշխատողները իր համար ավելի թանկ են, քան մենք։ Մելխի խփոծոյան չտանենք, որ Բայց ուր են։ Ես են։ Ես իմ վրա եմ վեգալ են նախերգանքի խոսքը։